Ըստ էության ցանկացած երկրի սահմանադրություն միշտ բարեփոխման կարիք ունի եւ չկա որևէ մի երկիր, սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգներից, վերջացրած եվրոպական, չգիտեմ, թեկուզ վերջերս Լեհաստանի ընդունված սահմանադրությունը, որ բարեփոխման կամ կատարելագործելու կարիք չունենա։ Խնդիրն հետեւյալն է. արդյոք այդ խնդիրները կատարելագործման, լրամշակման այնքան են հասունացել, որ խոչընդոտում են երկրի զարգացմանը։ Ինձ թվում է նաև ձեզ համար ակնհայտ է, որ մեր երկրի զարգացմանը խոչընդոտում են լիովին այլ խնդիրներ, այլ խնդիրներ, այլ գործոններ։ Եվ առաջի հերթինը սահմանադրական նորմերի չկատարման խնդիրը կամ անտեսման առանձնարարման խնդիրը։ Իհարկե, այն կարծիքին եմ, որ հիմա այս պահին, այս փուլում մենք շատ ավելի կարևոր խնդիրներ ունենք, որոնք ծառացել են մեր երկրի առաջ, իշխանությունների առաջ, ժողովրդի առաջ, եւ սահմանադրական բարեփոխումը այդպես հրատապ չէ։ Դուք եք կարծում, որ սա քաղաքական խնդիր է լուծում սրանով։ Ցանկացած սահմանադրական փոփոխություն լուծում է քաղաքական խնդիր։ Եվ եթե դա նախաձեռնում է իշխանությունը, ուրեմն լուծում է իշխանության համար ձեռնտու քաղաքական խնդիր։ Եվ սահմանադրությունը ինքը լինելով բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ակտ, ինքը նաև քաղաքական ակտ է եւ չի կարող քաղաքական խնդիր չլուծել։ Իսկ եթե քաղաքական խնդիր է լուծում, հիշենք, որ մի քանի ամիս առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պետք չէ սահմանադրական բարեփոխումներ այս պահին, դրանից հետո Բարգավաճն էլ բարձրաձայնեց, որ պետք չէ եւ հիմա Հայաստանի կոնգրեսը այստեղ զուգահեռներ պետք է փնտրել։ Ես խնդիրը տեսնում եմ հետեւյալ բացատրության մեջ։ Իշխանությունների արչև ծառացած են այս պահին շատ լրջագույն խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, եւ սահմանադրական բարեփոխումների խնդիրը հրատապ խնդիր չէ։ Պարոն Ջանգիրյան, իսկ որ իսկապես զուգահեռներն են անցկացում, համոփում են կարծիքները ԲՀԿ-ի։ Այդ դուք անցկացրեք այդ զուգահեռները, ես այդպիսի զուգահեռներ չեմ անցկացնում։ Պատահական են համոփումները։ Մի հատ էլ հրատապ խնդրի։ Սահմանային միջադեպին ճիշտ արձագանքը մեր կողմից որը պիտի լիներ։ Որ արձագանքի մասին է, ինձ թվում է բանակը ինքը կարձագանքի եւ մեզ պետք չէ հուշել, թե բանակը ինչպես պետք է արձագանքի։ Իսկ ինչ արձագանքի մասին եք ուզում, որ ես ասեմ։ Ասում են ամեն զոհվածին, որի դիմաց մենք պետք է արժանի ապահովում։ Ես ասացի, այդպիսի բաները ասած հրապարակային չեն հայտարարում, ես վստահ եմ, որ մեր զինված ուժերը անպայման կարձագանքեն։ Բայց ինչպես կարձագանքեն, ինչ որոշում կընդունեն, դա այլ խնդիր է։ Եվ դրա մասին չի կարելի բարձրաձայնել։ Ինչ ազգային հանրության արձագանքը կողմը երբ դեպքին ասոր թերիչավետ մեծ ուշադրություն գրավեց։ Գիտեք, ինձ համար ամենամտահոգիչը նա էր, որ կրակեցին առավել կամ համեմատաբար հանգիստ Նախիջևանյան դիրքերից, այսպես ասեմ, որովհետև մինչև հիմա իմ տեղեկատվության համաձայն իմ աշխատած տարիներին մեր ամենախաղաղ կամ ամենահանգիստ ուրեմն սահմանն է եղել, շփման գիծն է եղել հակառակորդի հետ, ինձ միայն դա է մտահոգ։